նախաքննության ընթացքում գլխացուցմունքների մարգարենի ականագործությունները նախաքննության ընթացքում վկան նշել է ինչպես առանձնատան համար համապատասխան դարպաս եւ այլ դետալներ սարքելու, այնպես էլ դրանց վարձավճարի չափի, ինչպես նաեւ գումարը տված անձանց վերաբերյալ տվյալներ հետեւաբար կարծում եմ, որ նախաքննական ցուցմունքը ենթակա է հրապարակման առարկություններ կան։ Վկայի հարցակնության Մինած զրուցույց տվեք։ Ես ճիշտ ասած ասի հրապարակեմ նոր։ Դա հրապարակել լսեք ուշադրություն։ Լսում եմ։ 2000 ամեն դեպքում լավ է, ցույց տանք նոր։ Ես հիմա ցույց կտամ ձեզ մի արձանագրություն, որ ռազմավարակնիչի մոտ, այս արձանագրության տակ նաև էջերի տակ կա, հեսա կա, տարբերություն չկա հեսա։ Տեսեք, այստեղ ստորագրություններ կան դրված էջերի տակ արձանագրությունների եւ այստեղ ձեռագիր գրառում կա։ Հեսա տեսնում եք, ցուցմունքս կարդացի, գրված է։ Ինչ բան է Ես ուզում եմ ձեզ հարցնեմ, այս ձեր ձեռագիրն է։ Գիտեք ինչ կա, հիմա ինձ հակնոցա պետք է այսօր տեսնեմ, համել ես այդ ինչ է, որ իմ ձեռագիրը ընդել հիմա դրված է։ Հաստատում տա արձանագրությունը քննիչի կողմից կազմված։ Արձանագրության արձանագրություն։ Որ ինչ քննիչ, ախպեր ջան, հələ ասեք տեսնեմ։ Մի հատ կլինի մեր հարցին բացել, նայեք ձեր ստորագրությունն է, ձեր ձեռագիրն է։ Այս հանգամանքը նայեք, մնացածը ձեզ կպարզաբանվի։ Այս ձեր ձեռագիրն է։ Տեսեք, գրված է ձեռագիր, ընդ որում նաև Անտոնյան, ստորագրություն Անտոնյան հակագծերի մեջ։ Նման է իմ ձեռագիրը, նա չի որ ասեմ նման չի։ Շատ լավ։ Այստեղ մի հատ խնդրեմ այս էջերի տակ էլ կնայեք։ Այստեղ ձեր ստորագրությունն է այսպես է։ Ինչ էջեր է մի հատ ինձ ներկա։ Ախր այդ պատասխանեք, էլի հարցին։ Ձեր ստորագրությունը։ Խնդրեմ թղթային տարբերակը նայեք։ Տարբերություն չկա։ Նույն թղթային տարբերակը Նայեք։ Ձեզ 20 թվականին հարցակրվել են։ Ես ես ստորագրություն չի։ Չէ, ես բանը չեմ Մի հատ միջև վերջ էջերի տակ նայեք։ Ես ձերն է։ Այս ստորագրությունը։ Գիտեք ինչ կա, հիմա պիտի ստորագրություն տվեք, ես եմ ստեղծեմ բանը։ Հիմա ձեր ստորագրությունն է։ Բայց ես չեմ կարող ասել։ Հիմա այս երացը ձերն է, ձեր զրագին։ Նման է ձեռը։ Մոտեցեք ավելի։ Որտեւ ես չեմ անում ես ինչ, հələ մեկ ներկայացեք ինչ է։ Ուրեմն հարցակնության արձանագրության բովանդակությունը դերեցեմ։ Վկայի հարցակնության արձանագրություն 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Այո։ Ըստ որի հարցակնվել է Տիգրան Սամվելի Անտոնյանը 25/03/1956 թվականին ծնված Երևան քաղաք, միջնակարգ մասնագիտական կրթությամբ հայ քաղաքացի, զբաղվում է մասնավոր մետաղագործական աշխատանքներով, ամուսնացած, գրանցված քաղաք Երևան, Չեխովի փողոց 34 շենք բնակարան 51, հաստատի բնակության վայր Չեխովի փողոց 34 շենք բնակարան 51, բջջային հեռախոսահամար 091 Հարցակնության բովանդակությունը հայտնում եմ, որ տեղեկացված եմ, թե ինչ քերական գործի շրջանակներում եմ հրավիրվել հարցակնության, ինչ կարգավիճակում ինձ պարզաբանվել իմ իրավունքները, որ կարող եմ իմ կնոջս եւ ներձեռ ազգականներից վերաբերյալ ցուցմունք տալ եւ հարցակնվել փաստաբան ներկայությամբ։ Ցանկանում եմ հարցակնվել առանց փաստաբանի, իմ մասին հայտնում եմ, որ բնակվում եմ վերին նշված հարցերում ընտանիքիս հետ միասին մասնագիտությամբ դարակին եմ։ Հիմնական աշխատանքություններ զբաղվում են մասնավոր մետաղագործական աշխատանքներով։ Ձեր բանավոր հարցերին պատասխանում եմ, որ ճանաչում եմ Արշավիր Սարգսյանին, ում հետ ծանոթացել եմ Աղվան Հովսեփյանի հետ շփվելու ընթացքում։ Աղվան Հովսեփյանի հետ ինձ ծանոթացրել է Օջար Շինանյութի ցանցի տնօրեն Երեմը, որի ազգանունը չեմ հիշում։
վերջինիս համար ես տան մուտքի դուռ էի պատրաստել, որը Աղվան Հովսեփյանը հավանել էր եւ երեն ինձ ծանոթացրեց Աղվան Հովսեփյանի հետ եւ նա ինձ ասաց, որ ցանկանում է դարբնի գործեր պատվիրել իր առանձնատան համար։ Ես էլ համաձայնվեցի Աղվան Հովսեփյանի պատվերով աշխատանքներ եմ կատարել վերջինիս պատկանող Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնող առանձնատանը։ Այնտեղ ես պատրաստել եմ մուտքի դարպաս, մուտքի դռներ եւ աստիճանների կողքի մեդալիա բազիկներ։ Իմ աշխատանքի համար ես ստացել եմ մոտավորապես ընդհանուր շուրջ 5 միլիոն դրամ, որը ստացել եմ մաս-մաս ամբողջությամբ կանխիկ։ Այդ գումարի մի մասը ինձ տվել է Արշավիրը, մի մասը Շանթ պետության սեփականատեր Յուրան, սակայն ստույգ թե ով որքան է տվել չեմ հիշում։ Մի անգամ էլ անձամբ գումար է տվել նաև Աղվան Հովսեփյանը, կարծեմ մոտ 150,000-ից 200,000 դրամ, սակայն ստույգ չեմ հիշում, թե որ աշխատանքի համար։ Ես այդ առանձնատանը աշխատանքներ կատարել եմ սկսած 2007 կամ 2008 թվականից մինչև 2012-2013 թվականների ժամանակային տևական ընդհատումներով, քանի որ ես այդ առանձնատանը գտնում էի միայն չափագրումներ կատարելու եւ արդեն պատրաստի մետաղական կոնստրուկցիան տեղադրելու ժամանակ, ուստի մանրամասն տեղյակ չեմ, թե ով էր այնտեղ աշխատանքների կատարմանը հետևում։ Իմ աշխատանքների կատարմանը տեղում երբ տեղադրում էի, անձամբ հետևում էր Աղվան Հովսեփյանը եւ նա էր կարծիք հայտնում աշխատանքի որակի վերաբերյալ։ Նա իմ կատարած աշխատանքը միշտ հավանում էր, չի եղել դեպք, որ ինձ ասած լինի, որ ինչ-որ բան թերի է կամ որ ուզում է ձևափոխել, քանի որ ես իմ աշխատանքը բարձր մակարդակով էի կատարում։ Տարբեր ժամանակներում ես նկատել եմ, որ այդ առանձնատանը տարբեր արհեստավորներ են աշխատել։ Տեսել եմ, որ միաժամանակ աշխատելիս են եղել շուրջ 15-ից 20 տարբեր արհեստավորներ, ինչպես նշեցի, ինքս այնտեղ տևական ժամանակ չեմ գտնվել, քանի որ ես իմ աշխատանքները կատարում էի իմ արհեստանոցում եւ այնտեղ գնում էի արդեն պատրաստի աշխատանքը տեղադրելու համար։ Այդ առանձնատան տարածքը կարծում եմ կլիներ մոտավորապես 1.5 հեկտար, որի տարածքում կային մի քանի շինություններ, ջերմոտ, շոգեբանի, գլուխավազան, արհեստական լճակներ։ Հարց, ասացեք ինչ տեղեկություն ունեի, ինչ առնչություն ունեն միմյանց հետ Աղվան Հովսեփյանը եւ Արշավիր Սարգսյանը, ինչ փոխհարաբերությունների մեջ են գտնում վերջիններս միմյանց հետ։ Պատասխան, որքանով որ ես տեսել եմ, նրանք գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, սակայն մանրամասները ինձ հայտնի չեն։ Հարց, ասացեք ինչու էր Աղվան Հովսեփյանը պատկանող առանձնատան շինարարական աշխատանքների կատարման համար վճարում Արշավիր Սարգսյանի եւ ինչ միջոցներից էր նա վճարում այդ գումարները, ինչ տեղեկություններ ունեք այդ մասին։ Պատասխանն այդ մասին ես տեղեկություն չունեմ, երբևէ չեմ հետաքրքրվել այդ հարցով։ Հարց, ասացեք ինչ տեղեկություն ունեք Արշավիր Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը համատեղ բիզնեսներ ունեին, թե ոչ։ Պատասխան այդ մասին ես տեղեկություն չունեմ։ Հարց, քրեական գործով տեղյակներ ձեռք բերվել, որ Արշավիր Սարգսյանի կողմից հիմնադրված Զանգեզուր էներգոսեփական հարավի փոքր հեկի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել բնապահպանության նախարարություն, որը 2015 թվականի հունվար ամսին ուղարկվել է կառավարության աշխատակազմ, սակայն հայտը չի ներկայացվել հայ ջրի ազգային խորհրդի նիստի քննարկման, այլ գցվել է գործին եւ թողնվել առանց քննարկման։ Ինչ է ձեզ հայտնի է դեպքի հանգամանքների վերաբերյալ, պատասխան այդ մասին զորը տեղեկություն հայտնի չէ։ Հարցաքննության վերջում արկա է ձեռագիր գրառում, ցուցմունքս կարդացիք, տպագրված է իմ պատմածով, իմ բառերի ճիշտ է ստորագրություն փակագծերի մեջ Անտոնյան, ՀԿԳ ավագ քննիչ Ստեփանյան ստորագրություն, այսքան։ Շնորհակալություն։ Այ լսեցիք հարցաքննության բովանդակությունը։ Այդ հարցաքննությունը հազար ներողություն էլ է։ Որտեղ է կատարվել այդ հարցաքննությունը իմ հետ։ Հիմա ասեմ։ Ըստ հարցաքննության արձանագրության հարցաքննությունը իրականացվել է 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Ժամը 18:03-ից մինչև 18:59։ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ Ստեփանյանն ըստ արձանագրության ձեզ հարցաքննել հատուկ քննչական ծառայության վարչական շենքի թիվ 4 աշխատասենյակում, սա այն պաշտպանող ձեզ հարցեր տալիս Վաղաշյան փողոցի վրա, այդ վարչական շենքի գտնվում է Վաղաշյան փողոցի վրա, ըստ որի նաև ձեզ հարցաքննել է քննիչը, այսպիսի հարցաքննումներ հնչեցրել, դուք էլ պատասխաններ եք տվել։ Այ ասեք, ես ասում եք, որ չեմ հարցաքննվել, հիմա նորից պնդում եք, որ չեք հարցաքննվել, թե չեք հիշում, որ հարցաքննվել եք։ Ես իսկականից չեմ հարցաքննվել, չեմ հիշում։ Հիմա չեք հիշում, թե չեք հարցաքննվել, տարբեր բաներ։
Եթե չեք արձակնվել դա էլ բան է, բայց եթե չեք հիշում արձակնվել եք, դա լրիվ այլ բան է։ Հետո այդ նյութերը որ կարդացեք, չէ, ինձ համար դա նոր ոնց որ նոր եմ լսում այդ ձեր բաներ, պատկերացնում եք ինչա կատարվում։ Հասկացա։ Ձեզ ցույց տվեցինք նաև ձեռագիր գրառում, որտեղ գրված էր, որ ասեցիք, որ ձեռագիրը նման է ձեր ձեռագրին։ Իմ ձեռագրին նման է, բայց որ ես եմ արել, դա ես չեմ կարող հաստատ հիշեմ ասեմ։ Չեք հիշում, դուք Այո, արել թե չէ։ դժվար իսկ այդ բոլորը ամեն բաները ես չեմ հիշում այդպես բանը։ Ամեն բաների, այսպես ասեմ, բովանդակությունը լսեցիք։ Ըստ քեզի դուք հարցակրթության ժամանակ այսպիսի հայտարարություններ եք արել, որ Աղբան Հովսեփյանի հետ ոնց եք ծանոթացել, Արշավիր Սարգսյանի հետ ծանոթացել եք Աղբան Հովսեփյանի հետ շփվելու ընթացքում, Աղբան Հովսեփյանի հետ ծանոթացել եք Օրգա շինանյութի ցանցի տնօրեն Երեմը, որի ազգանունը չեք հիշում։ Ըստ այդ հարցակրթության նշված է նաև, որ դուր եք պատրաստել Երեմի համար, հետո Աղբան Հովսեփյանը տեսել հավանել է, հետո հետագայում էլ առանձնատան համար որոշակի աշխատանքներ եք կատարել։ Սրանք իրականության համապատասխանում են, ճիշտ է։ Ինչ որ բաներ կա, որ համապատասխանում են։ Այ որը ձեր լսածից չէր համապատասխանում։ Այդ ցուցմունքները ինչ էր արշավեր, այդ պահերը որ կա, չէ։ Օրինակ Երեմի պահվել, ես իր համար այդ դուրը որ սարքել եմ, դա փաստ է, դա ես սարքել եմ։ Այ համարացում եք չեմ արձակրվել, օրինակ չեք։ Բայց ես այդ հարցակրթությունը բանը անկեղծ եմ ասում։ Հիմա քնիչը որտեղից կարող իմանալ, որ Երեմի համար դուր եք սարքել, եթե Ես չգիտեմ, կարող է անկեղծ եմ ասում, դա խելքի բանը չէ, ես չեմ կարող։ Երեմի համար դուր եք սարքել, սրա հետ համաձայն եք, ճիշտ է այստեղ գրած։ Էլ ինչ կար, կա ինչ-որ բան, որի հետ ես ցուցմունքի մեջ որ ապարակեցի, համաձայն չեք։ Ինչ բավ։ Որ այդպես բան չի եղել օրինակ։ Այստեղ նշված էր հաջորդ հանգամանքները ասեմ, որ ավելի ձեր համար կողմնորոշիչ տվյալ լինի։ Նշված էր, որ այդ աշխատանքները կատարվել են, տեղադրմանն են մենակ մասնակցել, ցուցմունքի նշված էր, որ դուք տեղադրմանը մասնակցել եք։ Բայց արհեստանոցում եք աշխատանքները կատարել։ Հիմա ես բարձ մի հատ բան ասեմ, հիմա ես անց էր, որ արենդայով տեղեր էի զբաղեցնում, ունդեղ աշխատացնում էի, ես աշխատում եմ։ Կային աշխատողներ, որ աշխատում են, տանում են, տեղադրում են։ Հիմա իմ գնալը տեղադրելը դա բախ չէ, ինչ որ այդ բաղով էլ է։ Իսկ այդ մնացած Նախապես ձեր աշխատանքների տեղադրումն երբեք չեք գնացել, չեք տեսել, որ տեղադրում են դարպաս եք օրինակ սարքել, չեք տեսել տեղադրվել։ Դե մասնագետին ես գիտեմ ոնց է տեղադրում, չեմ էլ տեսել, դե հաստատ գիտեմ որ լավ է տեղադրում։ Իսկ եթե մասնագետին չգիտեք, գնում տեսնում եք։ Չէ, հələ sense բան չէ։ Դուք ընդհանրապես չեք գնացել ոչ միտեղ, տեսել աշխատանքը տեղադրած թե չէ։ Այդ ձևի եղել է, այնպես չի որ չեմ գնացել տեսել, բայց կոնկրետ էս կտրվածքով։ Իրանք գնացել են ոնց պետք է տեղադրեն։ Իմ աշխատողները։ Այ մի հոգի անուն տվեք, ասեք, այս ինչը գնացել տեսել է։ Այդ մասնագետ իրավայել չեք կասկածում։ Ինչպես։ Մի հոգի անուն տվեք։ Անունը չեմ հիշում։ Որ չեք հիշում, ով ինչ գիտեք, գնացել տեսել է թե չէ։ Որտեղ զստա։ Չէ, կներես էլի ուզում էի շեղվի, դատախազ ջան, հա։ Հիմա եթե այդ մարդը այդ դրա բարձր կարգի վարպետ է, որ ինքը իր այդ գործը տանում է։ Այ ախպեր, հիմա այդ մարդը ես իմ ստեղա, ստե չէ։ Ձեր աշխատողի ամենները չեք հիշում աշխատողները։ Լիքը կան, բայց ստե չեն, հիմա ես չգիտեմ իրան գործը։ Գագիկ էր, տղաներն էին իր հետ, էցեն։ Անունը Գագիկ էր, սա քո տղայի անունը, ստե չեն, անկեղծ եմ ասում, իմ վերջի տվյալներով Ռոստովում էին երևի, այդ ժամանակները, որ աշխատանք էինք պատրաստում, ընդհանրապես, իրանք տանում տեղադրում են։ Իսկ այդ որ ժամանակն է։ Հենց այդ ժամանակները։ Այո, հենց այդ որ ժամանակն է։ Եթե որ ասեք որ ժամանակ։ Դա մի 15, ես հիմա վաղուց չեմ աշխատում, էլի։ Մի 20 տարի առաջ, 25 տարի առաջ։ 20-25 տարի։ Հա։ Բավականին ժամանակ ես վիրահատություններ տարաբան էլ չեմ աշխատում։ Լավ, հարցեր ունեմ։ Այս հարցակրթության բովանդակության մեջ նաև այսպիսի տեղեկատվություն կար, որ աշխատանքի համար գումար են տվել, Արշավին էլ է տվել, Յուրան էլ է տվել, անձամբ Աղբան Հովսեփյանն էլ է գումար տվել։ Այ համաձայն եք ես մտքին։ Ես համաձայն չեմ դրել։ Դուք համաձայն։ Ես համաձայն չեմ։ Հաստատ հիշում եք, որ ոչ մեկ չի տվել։ Ինչի համաձայն չէ։ Բայց ինչի պետք է համաձայն լինեմ։ Բայց
Որտեղից եք հիշում։ Իրանք չեն իմ հիշելով չեն տվել։ Կարող է եղել է, բայց իմ հիշելով չեն տվել։ Ես չեմ, այո, ամեն դեպքում մի հատ այս որ sense բոլոր արծաթումներին չեմ հիշում պատասխանը շատ լավ հստակ ասմեք։ Էդի հիշում եմ։ Հիշողության հետ կապված խնդիր ունեիք որ Ես ասեմ հիմա sense բա, ախր չլսեցիք ես ինչ է։ Սրտի վիրահատություն երկու անգամ։ ազդել է հիշողության վրա։ Ինչ արա։ Հա։ Ամեն դեպքում հնարավոր է որ քննիչի մոտ հարցակրնվեիք ինչ-որ բան սուտ ասեք։ Ես այդ քննիչին չեմ հիշում ընդհանրապես, անկեղծ եմ Չէ, ասում։ հա դուք ձեզ որպես այ ասեցիք հավատացյալ մարդիկ եւ այլն, կարող է սուտ բան խոսակ, ինչ-որ բան խաբեք, թե քննիչի մոտ կլինի, թե դատարանում կլինի ինչ-որտեղ։ Կարա այդպիսի իրադրություն տեղի ունենա։ Չէ, չեմ կարող։ Շարակում դուք հավատացավ բարդ եք, հնարավոր է։ Իսկ դուք անհավատ եք, հա։ Այսինքն ուղղորդում է վկայի հարկերի մեղադրողը, որ հավատացյալ լինելու հանգամանքը հաշվի առնելու, ասում ես դուք չեք խոսացել, քննիչի մոտ էլ ինչ ասել, ճիշտ եմ ասել։ Բարդ այդպես չի Ես այդ մասը հարց տամ։ Հնարավոր է քննիչին սուտ խոսայք քննիչի մոտ կամ խաբեիք քննիչի։ Ես ընդհանրապես հնարավոր չեմ համարում, որ ես քննիչին հիշում եմ, էդի մեկ։ Այդ ձեռագիրները ես չգիտեմ, ասում եմ մի հատ երեխու տանես տաս ասես արտագրի, դու չես sense նման կգրի այդ ձեռագրով եւ ես էլ չեմ հիշում։ Այդ արդեն հանցանք։ Անկեղծ չեմ հիշում, ժողովուրդ ջան, ես չեմ ասում շիզոֆրենիկ եմ, ես եմ, չեմ հիշում։ Տարիներ անցել, բավականին։ Ունեք հարցեր։ Տարիներ անցել իմ ասում եք հիշի, ոնց հիշում է։ Բայց մի հատ հարց, տամ մի հատ։ Խնդրեմ։ Այ դուք ասեք, ձեր աշխատանքները որ կատարել եք, ասում եք դարպաս եք սարքել, բուր եք սարքել, բազիկներ եք սարքել, չէ, ձեր ասելով այդպես է։ Այո։ Ձեզ այդ գումարը ո՞վ է։ Ես ասեցի մեջլումն է տվել։ Այո։ Ձեզ երևը գումար տվել է։ Ինչպես։ Երեմը չէ։ Աշոյին դուք Արշավիր ասեցիք հիշում եք։ Արշավիրի հետ ինչ առնչություն եք ունեցել, որ հիշում եք։ Որ ասեմ, չեմ հիշում, էդ էլ հավատացեք։ Այսինքն ինչ դեզ եք գումար չի տվել։ Չէ։ Այդ մի բանի հիմա ձևից այս հարցերը կարգավորվել է, բարձր գնաց։ Հոբարտ չեն մնացել։ Չէ, հա բայարկե։ Ես ինչ հարց եմ Այդ ձեզ հարց եմ Գրական գործողություններ են ձեռքբերվել, որ Արշավի Սարգսյանի կողմից հիմնադրված Զանգեզի էներգոսակարան արևի փոքր կառուցման համար վերօգտագործման թույլտվություն ստանալու հայտ են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն, որ 15 թվականի հունվար ամսին ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակարգ, սակայն հայտը չի ներկայացվել ջրի ազգային խորհրդի նիստի քննարկմանը, հայտացվել է գործին և թողնվել առանց ինչ է դες հայտնի Ես հարցերը Ընդհանրապես ոչ մի բան ես քննիչ սենց հարց է տալիս ձեզ։ Դուք ինչ առնչություն Ընդհանրապես առնչություն չունեմ։ Իսկ ո՞նց եք կարծում, ինչի համար է ձեզ դες հարցը տվել քննիչ։ Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, բայց ես ընդհանրապես կապ չունեմ դրանց հետ։ Բայց քննիչին հիշեք։ Ինչպես։ Քննիչին հիշեք։ Չէ, չեմ հիշում, ես դες բան չեմ հիշում։ Ցուցմունքում այստեղ գրված է հարգարժան դատական մեղադրող ընթերցես նայեք, որ տեսել եք, որ միաժամանակ ընդդեմ 10-15 մարդ է աշխատել։ Նման բան դուք տեսել եք։ Ես որ միաժամանակ լավ կլինի չպատասխանում այդ հարցերին, հա։ Իսկ դուք եղել եք Արմատոս Էթանի, որ ասում են իրա բյուրականի տանը։ Բյուրականի տանը չեմ եղել։ Դեմով անցել եմ, բայց տանը չեմ եղել։ Հաստատ չի։ Հաստատ չեմ եղել։ Շնորհակալ հավատենք։ Շնորհակալություն ազատ։